Խոսեցիք նաև պարոն Կապիտան, դուք էլ խոսեցիք, կարծեմ մեջ բերեցիք Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերը, թե հայտարարությունը շատ լավ է որ հետևում ենք, բայց ես ուզում եմ որ հիմա եկել եք խորհրդարան եւ նաև ուշադրությամբ հետևենք, թե օրինակ մեր Հայաստանի Հանրապետության կրթության գիտության նախարարն ինչ ասում, ինչա ստորագրում։ Օրինակ իր մի հատ ստորագրությամբ առարկա է ստեղծվել։ Հասակակիցներ են մեր եղել, մի քանի տարի հետո անցնել են։ Կոչվում է իմ հայրենիքը։ Հարտեզը արդեն երևի ամեն ինչ հուշում է, չէ՞։ Խնդրում եմ, ել չգաք ասեք, որ մենք ինչ-որ բան ուրանում ենք, որտեվ այս առարկան, որը իմ հայրենիքն է կոչվում։ Նոր առարկա է, նոր դասագիրքը, թվականը ասեմ 2024 թվականին է տպագրվել, 2024 թվականը։ Ու այն ինչը որ պարոն Եղոյանն ասում, ինչը պարոն Ռուբինյանն ասաց, այդ տրամաբանության մեջ է։ 4 երեխաներ են, որոնք ինչ-որ միջոցառման ժամանակ շատ գեղարվեստական դասագիրքը տանում հանդիպում են, իդեպ մեկը նրանցից Արցախից է գրած, որ ես Արցախից եմ, Վան գյուղից, ու շրջում են, ասում արի շրջենք մեր պատմական հայրենիքով։ Ու այդտեղ նկարագրում է, թե որն է հայերի պատմական հայրենիք, ասում է օրինակ, դա հայկական Լեռնաշղթան է։ Այդ մեկը ձեզանից շուտ ասեց ուրանում են կարարատը գրած է, մեր նախարարի կողմից հրատարակած գրքերով, սա դպրոցական դասագիրք է, նոր առարկա։ Նույն կամ կարող անունն է փոխվեն, ժանակ հայրենագիտություններ, հիմա կոչվում է իմ հայրենիք, բայց դասագիրքը նոր է։ Ու նկարագրում ասում հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսնա կամ Արարատը։ Այս սովորում են պարոն Ռուբենյան ասած այդ պատմության տեսանկյունից, այսինքն ոչ մեկ որևէ բան չի ուրանում։ Ես խնդրում եմ, գոնե այս դասագիրքը մի հատ չեմ կարող ձեզ տալ, բայց հուսով եմ առիթ կունենանք, լավ կփոխանցեմ, որտեվ ինձ էլ է շատ հետաքրքիր, ես եմ շատ հատկապես դպրոցական դասագրքերի մասով, այդ ում աշխատանքի բերումով շատ եմ կարդացել։ Այս ընդհանրապես էս է ուզում ասել, պարոն Աբրահամյան, այստեղա թե դուրս եկա։ Նախորդ անգամ պարոն Խաչատրյանն այդ առաջարկը արել եմ։ Հիմա էլ ձեզ եմ անում։ Չգիտեմ ինչ ընտանիքի ձեր քանակը բազմազավակ ընտանիք եք, բայց օրինակ երբ խոսում եք պետական պարտքից, կարող ենք օրինակ վերցնել 2017 թվականին ձեր գույքը հաշվենք այդ ժամանակ շուկայական գնով ինչքան ա եղել, ես առնեմ այդ գույքը ձեզանից ու համաձայնվեն փակել են ձեր ասած բանաձևով պետական պարտքը որ ավելացել այդ ավել մասը ես փակեմ կտակ ինձ ձեր գույքը ինձ թվում է չեք տա որտեղ 2017 թվականին այն գույքը որը որ դուք ունեցել եք վստահաբար արժեցել է պայմանական $50,000 հիմա ասենք այդ գույքը հաստատ ավելի է շատացել քան այդ ձեր ասած այն պետական պարտքի մի քիչ ավել մասը ես տնտեսագետ չեմ կարող դուք ինձանից ավելի լավ ասեք բայց ես հասկանում եմ մի բան այո 2017 թվականին այն տունը որ հայրական որ ես ապրում էի կարող է մաքսիմում 40-50 հազարներ հիմա շուկայական գինը $120,000 է ասենք 5 հոգանոց ընտանիք ենք այդ բանաձևով ավելացել է $20,000 մեր պետական պարտքը ամեն մեկից վրա բայց մեր տունը ինչքան ավելացել չէ արեցի պարոն Խաչատրյանն ինչ ասեց չընդունեց դպրոցների մասով ինձ թվում է առիթ կրնի խոսել հարգենես ոչ մի բան այդ հերոսների նկարներ չի հանում գիտեք ինչն է հանվում հանվում է այն, որ անհարգալից վերաբերմունք է ինձ թվում է, որ դպրոցի տնօրենի անունը ասենց ոսկե այն բանով գրած է, բայց այդ հերոսների այդ հատվածը ինչ-որ ամփշոտ քանդած պատերով եւ դա անվանում ենք ինչ-որ հատված, որտեղ մեծարում ենք մեր այդ է փոխվել նախարարի կարգադրությամբ։ Ասվել է, որ չի կարելի այս իրավիճակում եւ նոր կառուցող մեր դպրոցներում խնդրում եմ գնացեք տեսեք, թե ինձ թվում է առնվազն այն իմ ասած տնօրենի եւ այդ հատվածի, ասենք, այդ վերանորոգումը կրնի, լուսավորությունը կրնի, պատշաճ վերաբերմունքը կրնի, չի տալու։ Եվ նաեւ շատ խոսվեց այս ընթացքում, քանի որ ժամանակ ունեմ, լայքի համար հանել։ Այս որ ասում եք, ես 2018 թվականն եմ հիշում։ Ուրեմն այս դալիճում կա մարդ, ում իրոք պատժել են, ու ինձ թվում է դա մեծ պատիժ է եղել իր համար, որովհետեւ լինել դաշնակցական եւ դաշնակցությունից հեռացնել, ինձ թվում է դա պատիժ է։ Այդ մարդը հարգարժան պարոն Աղվան Վարդանյանն է։ Այ Իրան Տիկին Խամոյան պատժեց դաշնակցությունը, գիտեք ինչի համար։ Նիկոլ Փաշինյանին չընտրելու համար։ Ես չեմ ասում վատ են արել, գուցե լավ են արել, մի հատ է պիտի պատժեն, բայց երբ որ գալիս եք այստեղ ասում եք, ախոր դուք Նիկոլ Փաշինյանին դեմ լինելու համար մարդուն պատժում եք, Աղվան Վարդանյանը ձեր կողքն է նստում, հարգեցեք, այս մարդուն հանեցիք դաշնակցությունից։ Օրինակ պարոն Կարապետյանը ներկա չի եղել այդ բացակայեղը չի քվեարկել։ Մավել Գրիգորյանը կողմա քվեարկել։ Եվ այդ պարկի թեմայով մի բան էլ ասեցի, կարող է սխալ լինեմ ասեք, ես դեմ չեմ, էլի որ ասենք շո բան եկա կողես չիման։ Բայց օրինակ ինձ թվում է այս դալիճում ամենահարուստ մարդը, ամենաշատ պարկ ունեցող նաև մարդն է, ժողովուրդ։
Երբ որ գալիս եք պարտքից եք, ես վստահաբար պարոն Կապիտան 2017 թվին ձեր վարկերը ավելի քիչ էին, քան հիմա, չէ՞։ Ինձ թվում է այդ բիզնեսի տրամաբանությունն է տենց։ Դու չես կարող, եթե դու 2017 թվին ունեցել ես X միավոր եւ Y միավոր վարկ, 10 տարի հետո էլ այդ X միավոր եւ Y միավորը, ուրեմն դու բիզնեսմեն չես, էլ ուրեմն տենց ժողովրդա գնացու։ Հեծը վարկի տակ է եղել, չէ՞։ Ինչքան որ մամուլության կա, չէ, այս վատ կոնտեքստում չեմ ասում, բայց որ գալիս ասում եք պարկ, ասում եմ, ես կերազեմ, որ ինչ որ մի օր ին վարկը լինի ոչ թե հիմիկվա նման 32 միլիոն դրամ, այլ 33 միլիարդ դոլար։ Որտեվ այդ կնշանակի, որ ես ինչ որ բան ինձանից ներկայացրել եմ, որ ինչ որ մեկն ինձ 33 միլիարդ դոլար տվել է։ Խնդիրը իմ կարծիքով ոչ թե վարկի չափն է, այլ այդ վարկը կարողանում ենք սպասել։ Այ պրոբլեմա, վարկի տոկոսները պրոբլեմ առնվազն մեր խմբակցությունը եւ նախորդ իմ քայլ երկու օրենքներ են ընդունել, բայց էլի ոնց որ ժողովուրդը ասում է, չէ, ինչ որ ընդ ձևեր են գտնում բանկերը կամ այդ վարկային կազմակերպությունները, որ այն սահմանված կրկնակից մի քիչ ավել են դնում։ Եկեք մտածենք ոնց անենք, որ իսկապես այդ մարդ որ գնա վարկ վերցնի, չդառնա 90%։